Ուզում եմ ձեզ համար ընթերցել Եսայա 6-րդ գլուխը ամբողջությամբ։ Ոզիա թագավորի մահվան տարում տեսա Տիրոջը, որ բազմած էր բարձր եւ վեհանիստ մի գահի վրա, եւ նրա քղանցքը լցրել էր տաճարը։ Նրա վերևում կանգնած էին սերով բեներ, որոնցից յուրաքանչյուր ուներ 6 թև։ Երկուսով ծածկում էր իր դեմքը, երկուսով իր ոտքերը, եւ երկուսով թռչում էր։ Կանչում էր մեկը մյուսին եւ ասում. Սուրբ, Սուրբ, Սուրբ է զորությունների Տերը, եւ ամբողջ երկիրը լի է նրա փառքով։ Աղաղակողի ձայնի դրանդիներից հիմքերը երերացին եւ տունը լցվեց ծխով։ Ես ասացի. Վայ ինձ, ես կորած եմ, որովհետեւ ես պիղծ շուրթերով մի մարդ եմ, պղծաշուրթ մի ժողովրդի մեջ եմ բնակվում, եւ իմ աչքերը տեսան թագավորին, զորությունների Տիրոջը, ապա սերով բեներից մեկը թռավ ինձ մոտ, ձեռքին կրակի մի կայծ բռնած, որ ունելիով վերցրել էր զոհասեղանի վրայից։ Դրանով նա դիպավ իմ բերանին եւ ասաց. Ահա սա դիպավ քո շուրթերին, քո անօրենությունը վերցրած է եւ քո մեղքերը քավված։ Ես լսեցի Տիրոջ ձայնը, որ ասում էր. Ում ուղարկեմ եւ ով կգնա մեզ համար։ Ես պատասխանեցի. Ահավասիկ ես, ինձ ուղարկի։ Նա ասաց. Գնա եւ ասա այս ժողովրդին. Լսելով պիտի լսեք, բայց չհասկանաք, տեսնելով պիտի տեսնեք, բայց չիմանաք։ Բթացրու այս ժողովրդի միտքը, ծանրացրու նրա ականջները եւ փակիր նրա աչքերը, որ չտեսնի իր աչքերով, չլսի իր ականջներով, որպեսզի իր մտքով չիմանա, դարձի չգա եւ չբժշկվի։ Ես ասացի. Միչեւ երբ, Տեր իմ։ Նա պատասխանեց. Միչեւ որ քաղաքները բնակիչ չունենալով կործանվեն եւ տներում մարդ չլինի եւ երկիրը ավերվելով ամայանա, միչեւ որ Տերը հեռացնի մարդկանց եւ երկրում մեծ ամայություն լինի, եւ եթե այնտեղ 1/10 մասը դեռ մնա, այն դարձյալ կայրվի, ու ինչպես մնում է բևեկնու եւ կաղնու կոճղը, երբ նրանք տապալվում են, սուրբ սերունդը կլինի նրանց կոճղը։